Այս խոհանոցը հարմարավետության մասին է, այստեղ ամեն ինչ գտնվում է իր տեղում, ամեն մանրուք մտածված է և չկա ոչ մի ավելորդություն։ Հիմա ցույց կտամ 9 հնարք, որը կարող եք կիրառել նաև ձեր խոհանոցում։ Ողջույն, այսօր գտնվում ենք մեր վերջին իրականացրած բնակարաններից մեկում, որտեղ խոհանոցում մենք մտածել ենք բոլոր մանրուքները և ստացել ենք իրոք հարմարավետ խոհանոց։ Եթե դուք էլ պլանավորում եք վերանորոգում կամ արդեն պատվիրում եք կահույք, այս նյութը միանշանակ հենց ձեզ համար։ Առաջինը դա քաշվող դարակաշարերն են խոհանոցի ստորին հատվածում։ Մոռացեք ստանդարտ դռների մասին։ Այս դեպքում միանգամից երևում է ամբողջ պարունակությունը և այլևս պետք չի կռանալ ինչ-որ բան գտնելու համար։ Սա անհրաժեշտություն է, որը պետք է նախատեսել յուրաքանչյուր խոհանոցում։ Ներկառուցվող սառնարան, այն չի փչացնում խոհանոցի տեսքը և կահույքը դառնում է ամբողջական։ Հիմա շատերը խոհանոցը միացնում են հյուրասենյակին, ինչպես այս բնակարանում է, և ներկառուցվող սառնարանը ուղղակի անհրաժեշտություն է։ Ինդուկցիոն վառարան, այն շատ ավելի անվտանգ է, քան գազի վառարանը, ինչպես նաև ունի ավելի կոկիկ և մաքուր տեսք։ Եթե նախատեսում եք ինդուկցիոն վառարան, դրա մասին նախօրոք տեղեկացրեք ձեր վարպետին անհրաժեշտ հաստության լար թողնելու համար։ Լվացարանը սեղանածածկի տակ անելով ազատվում ենք բորտերից, որոնցում միշտ կուտակվում է ջուր և այլ մնացորդներ, իսկ այս դեպքում ամեն ինչ շատ մաքուր է և էսթետիկ։ Մենք գրեթե բոլոր դեպքերում նախատեսում ենք ներկառուցվող օդաքարշ, այն թաքնվում է ֆասադի ետևում և չի փչացնում խոհանոցի տեսքը։ Բացառություն են այն դեպքերը, երբ անհրաժեշտ է ընդգծել օդաքարշը։ Ճկվող ծորակը կարող է թվալ մանրուք, բայց բանջարեղեն լվանալուց կամ պատրաստելուց հետո այն կխնայի ձեր ժամանակը և նյարդերը։ Կան նաև տարբերակներ, որոնք ունեն ջրի ֆիլտրման հնարավորություն։ Համաձայնվեք, որ շատ տգեղ է, երբ ափսե լվանալու հեղուկը գտնվում է ձեր տեսադաշտում։ Դրա փոխարեն պետք է տեղադրել թաքնված օճառաման, որը շատ ավելի հարմար է և չի փչացնում խոհանոցի տեսքը։ Մենք շատ հաճախ խոհանոցի պատը սալիկի փոխարեն ներկում ենք հատուկ ներկով։ Այն շատ հեշտ մաքրվում է խոնավ շորով և անփոխարինելի լուծում է մինիմալիստական ինտերիերում։ Իսկ դուք կհրաժարվեիք սալիկից և ներկեիք պատը։ Գրեք մեկնաբանությունները։ Լուսավորությունը շատ կարևոր է պատրաստման ընթացքում։ Առաստաղի լույսերը երբեք չեն կարող լուսավորել աշխատանքային տարածքը, ինչպես պահարանների տակի լուսավորությունը։ Այն շատ ֆունկցիոնալ է և երեկոյան ժամերին խոհանոցը դարձնում է էլ ավելի գեղեցիկ։ Ահա այսպիսի լուծումներ, որոնք կպարգևեն ձեզ երազանքի խոհանոց։ Այսպիսի լուծումները մեր պրոյեկտներում բազմաթիվ են։ Եթե ցանկանում եք դուք էլ ունենալ գեղեցիկ և ֆունկցիոնալ խոհանոց, դիմեք մեզ։ Մենք չենք անում ուղղակի գեղեցիկ դիզայն, այլ ստեղծում ենք ինտերիեր, որը հենց ձեզ համար է։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, քանի որ առջևում դեռ շատ օգտակար նյութեր կան վերանորոգման և դիզայնի մասին, և գրեք մեկնաբանություններում, թե որ տարբերակը կկիրառեիք ձեր տանը։